Հիմա այլևս թևեր չկա։ Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Այս անգամ նրան մեղադրում են համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու մեջ։ Քաղաքապետարին ասում է. Ես քույրը ինչ ասես ասել են ու քացին, բայց ոտերը բրցած արգաներին որ քացով տա էսան են անին դի ժողովրդին հասնեմ սարապի աշխատողները մինը բռնմանին ուզում արել իր հետ սենց ես ինչեր անի Համայնքի գյուղերից մեկի Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանն է պատմում, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել ու որ նրա ձեռքից մի կերպ է դուրս պրծել։ Ես ընդամենը հելել եմ նարդիվանների վրին, անորս Արմանին ասել եմ Արման ասել եմ թող արի ես մի ամսուկ էսա ես բողոքում եմ ոչ մեկ ոչ մի բան չի դնեն ուտի հավա ես խոսեմ արի եկուս կգնանք մարզպետարան այդ բառից հետո հենց պրամոյ քաղաքապետը ինչ դեռ եկած այն այլանդակ բառերով սերական բառերով ինչ լկտի բառ ասես ինձ ասելա ու չպլուս դրան քացով է որ ոտերը բրցած աչուձախ բրուսքները որ պդի տար մարդիկ չթողեցին ու թեև մինչև ավտոյից մոտ Հազիվ նստել եմ ավտոն փախել եմ, որ ինչ չսպանեն։ Դա ինչա, իրաց կարելի է, հա, թեզ բան, ես չեմ դնում։ Սպիտակի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն այսօր մեր հարցերին չպատասխանեց, ասաց բերքի տոնի է, զբաղված է։ Փոխարենը Սպիտակի կազմում գտնվող Քարաձորի վարչական ղեկավար Հրանուշ Ռոստոմյանը պաշտպանեց իր վերադասին, հերքեց Գագիկ Էմինյանի մեղադրանքները։ Հնարավոր բան չէ, որ համայնքի ղեկավարը բնակչի վրա ձեռք բարձրացներ։ Համայնքապետը ինքան զուսպ, ինքան կիրթ, ինքան բարի մարդ է, այդ ինչ ասում են լրիվ աբսուրդ է։ Սուտիմուտի բաներ են ասում, իրանք են շարլատան մարդիկ են։ Կարող ասեն ես էլ եմ ծեցի, ինչ կարող։ Քարաձորցի 35-ամյա Գագիկ Էմինյանը տնակում է ապրում իր բազմանդամ ընտանիքի հետ, ասում է մշտապես ջրի խնդիր է ունեցել, թեև իր բազմաթիվ բողոքներից հետո իրենց թաղամաս ջուր են քաշել, բայց ըստ իրեն տուն հասնող ջրի խողովակները նեղ ու անորակ են, մշտապես խցանվում են, եկած ջուրն էլ մուգ գույնի է, խմել հնարավոր չէ, քաղաքապետարան այս բողոքներով է գնացել։ Ծրագիրը կա, որ սաղ եղի ջրերը մագիստրալները պետք է փոխեն, իմը չէին փոխել, իմ գիծը չէին փոխել, մենակ իմը չէ, մեզ թաղի գիծը չէին փոխել, մենք եկնացել ենք բողոքել ենք, դրոց եկան, որ պետք է 100-անոց տրուբով գցեն, 50-անոց տրուբով են գցել, 50-անոց տրուբով է գցել են, ոչ ավազ են լցել, ոչ մի բան, այսինքն յարան թրախի դրել են, կեսատ պրատ փագել են, հենց կարա գտինա, սաղ փոսերը ես ինես ինչա ֆասոն, բաց, գրախլամա, հեմել փողերն էլ իրաց մաս տամել են, այսօր մենք էլ ջուր չունենք։ Ընդամենը մի հատ բարակ ջուր ա գալ։ Գյուղի վարչական ղեկավարը սա էլ է հերքում, ասում է ամեն ինչ արել են, որ Գագիկը ջուր ունենա։ Նրա բողոքներն անհիմն է համարում ու նշում, թե համագյուղացիների հետ ունեցած հակասությունների պատճառով են Գագիկի բողոքները։ Ես չեմ ուզում ասել, այդ չակերտավոր բաները իրանք անձնական հարցեր ունեն, այդ ում որ ջուր ենք տվել։ Դիկավորյալ գնացել են բողոքարել, ասեն։ Մեր մեջ լարվածություն առաջացել։ 2 տարի առաջ Սպիտակի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն ու նրա որդին դարձյալ սկանդալի կենտրոնում էին հայտնվել համայնքի մեկ այլ գյուղում, Սարամեչում։ Գյուղի 1500 բնակիչներից 2-ը հաճախ էին երևացել Սպիտակի քաղաքապետարանում, համայնքի ղեկավարին խնդրել գյուղ գալ գյուղի խնդիրների, այդ թվում անջուր ոռոգման սեզոնի մասին խոսելու։ Սա քաղաքացիական պայմանագրի անդամ քաղաքապետի սրտով չէր եղել, կանչել էր Սարամեչի վարչական ղեկավարին, թե աշխատանքից հեռանալու մի դիմում գրի, լավ միջնորդ չես գյուղի ու համայնքապետարանի միջև։ Սրանից գյուղը 2 մասի էր բաժանվել։ Օրեր անց քաղաքապետի որդին Գոռ Նիկողոսյանն իր կողմնակիցների հետ ուշ երեկոյան խանութ մտնելիս ծեծել էր վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն։ Գործը 1 տարի քննելուց հետո անցած տարի քաղաքապետի որդին, որ ծեծից հետո Սպիտակի հայփոստի տնօրենի պաշտոնն էր ստացել, մեղավոր ճանաչվեց ու 1 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց։ Համայնքի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում անցած շաբաթ տեսանյութ էր հրապարակել, ինչպես է այցելում հայփոստի Սպիտակի բաժանմունք, շնորհավորելու որդուն ու նրա աշխատակիցներին փոստի համաշխարհային օրվա առթիվ։ Նա գրկախառնություններով ու ձեռքսեղմումներով էր շնորհավորում պաշտոնյա որդուն, վերջինս էլ տորթի մոմերն էր փչում ու ծափերի արժանանում։
Քաղաքապետին ծեծի մեջ մեղադրող քարաձորցի Գագիկ Էմինյանն ասում է, դեպքից անմիջապես հետո ոստիկանություն է դիմել, պնդում է, որ տարածքում տեսախցիկներ են եղել, պետք է որ արձանագրեին ամբողջ եղելությունը, արդյոք դեպքը քննության առարկա կդառնա թե ոչ, դեռ հայտնի չէ, քննչական կոմիտեից Ազատությանն ասացին, դեռ այս փաստով քրեական վարույթ չկա։